Հարգելի գործընկերներ, հարցերի համար գրանցում։ Շնորհակալություն լրություն ապահովելու համար դահլիճում։ Հովիկ Աղազարյան, առաջին հարցի համար համեցեք։ Շնորհակալություն։ Պարոն Քոչարյան, իմ հարցս պայմանավորված է այն հանգամանքով, որ դուք երկար տարիներ իրավապահ համակարգում աշխատելու փորձ ունեք, հիմա էլ զբաղեցնում եք շատ կարևորագույն մի պաշտոն, եւ մենք գիտենք, որ հանցագործությունների բացահայտման, կանխարգելման նպատակով գոյություն ունի գործիքակազմ, որը կոչվում է օրենքով թույլատրված կարգով գաղտնալսումներ, այսպես կոչված, տեսագրություններ եւ այլ։ Բայց նաև կներեք, գիտենք, որ նաև դա երբեմն արվում է ոչ օրենքները պահպանելով եւ հետեւաբար հաշվի առնելով ձեր փորձը, այսօրվա ձեր դիրքը, կարող եք գնահատական տալ ճիշտ է արդյոք իմ դատողությունը կամ անհանգստությունը, որ կատարվում է նաև ոչ օրինական ճանապարհներով եւ այդ ոչ օրինական ճանապարհներով կատարվածները քանի տոկոս են կազմում ընդհանուր խճանկարում։ Պարոն Աղազարյան, շնորհակալ եմ հարցի համար։ Շատ դժվար է տոկոսային հարաբերակցության մասով ասել ինչքանն է օրինական, ինչքանն է անօրինական, որտեղ կան գաղտնալսումներ, երբ որ կոնկրետ քրեական գործով է լինում, բայց դա երկու ծայր ունի։ Քրեական գործով գաղտնալսում ես մեկին, հայտնվում է մյուս մասում մեկ այլ անձնավորություն, որտեղ գաղտնալսման տվյալները պետք է խիստ գաղտնի պահվեն։ Եվ դրա հրապարակումը, կներեք, չի կարա լինի այնպես, ինչպես դուք ուզում եք այդ հարցի մեջ, բովանդակության մեջ դնում եք դա։ Այո, գաղտնալսումներ ոչ միայն անում է ազգային անվտանգությունը, բայց դուք տեսաք, որ գաղտնալսում արեցին նաև պարոն Վանեցյանին, որ ազգային անվտանգության ծառայության տնօրեն։ Դժվար թե պարոն Վանեցյանն ինքը իրան գաղտնալսեր։ Եվ երբ որ պարոն Վանեցյանը ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը չէր զբաղեցնում, ես իրան հարց եմ տվել։ Ինքը ասեց, որ մենք բացահայտել ենք, ես ասել եմ, այդ դեպքում ասա անուն, ով է արել, կամ որտեղից են արել։ Ինչ որ սխեմաներ ասեցին, ինչ որ դրսից, ներսից եւ այլն, բայց դա բավարար չէր։ Պարոն Վանեցյանին պետք է գլխավոր դատախազությունը ավելի հստակ հարցեր տար եւ ասել, որտեղից ձեզ տեղեկություն, թե ձեզ ով է գաղտնալսել, որտեղ գաղտնալսել ազգային անվտանգության ծառայության տնօրենին, դա նշանակում է գաղտնալսել պետական բոլոր կառույցներին փակ եւ բաց, որը անթույլատրել է օտարների կողմից։ Ինչ վերաբերվում է այլ գաղտնալսված նյութերը շրջանառության մեջ լինելու, խնդիր է, որը կարծում եմ, որ մեր համապատասխան կառույցները պետք է ոչ միայն ուսումնասիրեն, այլ նաեւ բացահայտեն, եթե գաղտնալսումը արվել է պատկան մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության, ապա նա ոնց կարա իր գաղտնիության տիրույթից դուրս գա։ Եվ այդ բացահայտումը շատ կարևոր է, որպեսզի այդ գայթակղությունը սկսած շարքային, գաղտնալսողից վերջացրած որոշում կայացնող այդ հնարավորությունից զրկված լինեն, որտեղ այդ տեխնիկական միջոցների վրա նաև մարդիկ են աշխատում, եւ այդ մարդկանց նաև լսածը ի վիճակի են, որ ինչ-որ ձայնագրություններ իրենք անեն եւ հետո դա օգտագործեն այլ նպատակով։ Այդ դրա բացահայտումը շատ կարևոր է մեր երկրի ներսում այս անվստահության այդ հարցերի շուրջ մթնոլորտը փոխելու համար։ Ունեք արձագանք։ Շնորհակալություն, Արման Ղազարյան, հաջորդ հարցի համար համեցեք։ Պարոն Քոչարյան, առանց գաղտնիության ռեժիմը խախտելու ուզում եմ հարց հնչեցնեմ եւ ակնկալում եմ ձեր օբյեկտիվ եւ ճշմարտացի պատասխանը։ Ուզում եմ զուտ մենակ ասեք, 3 գերատեսչություններ, այդ թվում ներքին գործերի նախարարության, պաշտպանության նախարարության եւ պետական պահպանության ծառայության գծով աշխատավարձներին հատկացվելի գումարի չափը։ Զուտ աշխատավարձ է, սպառազինությունը չէ, տեխնիկական ապահովվածություն չէ։ Եվ երկրորդ հարցը դուք նշեցիք, որ թմրամիջոցների, գողությունների, ճանապարհատրանսպորտային պատահարների չնայած դա լավ է, որ մահվան ելքով գոնե մեկ պակաս է եղել, մահացությունների թիվը աճ ունի գրանցված ներքին գործերի նախարարություն, չնշեցիք ծանր եւ առանձնապես ծանր անձնագործությունների մասով, այդ թվում սպանությունների մասով, մենակ Փարաքյարի դեպքը հիշեցիք, այդ մնացածի մասով չնշեցիք։ Կուզենամ, որ դուք մանրակրկիտ ասեք, թմրամիջոցների մասով աճ կա, ճանապարհատրանսպորտային պատահարների մասով աճ ունեք, գողությունների մասով աճ ունեք
ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների մասով թվեր չնչեցրեցիք տոկոսային թվեր նախորդ տարիների համեմատականով։ Կուզենամ նաեւ ծանր հանցագործությունների մեջ առանձնակի նշեք սպանությունների դեպքերի քանակը տոկոսային առումով։ Ես ձեզ ասեմ, շատ կարևոր է այդ հանցագործությունների կառուցվածքին ծանոթանալ, թե ասենք թե ծանր հանցագործությունների կառուցվածքը ինչպիսին է եղել, այսօր ինչ ունենք։ Այսինքն սպանությունների դեպքերը, տեսեք, վթարների հետ կապված ասացինք, որ ունենք նվազում 43 մահվան դեպք պակաս է։ Բայց դա ինչ է, լավ թիվ է։ Լավ է, որ պակասել է, բայց ծանր հանցագործությունների մասով ես կարող եմ թիվ հիմա ինձ մոտ չկա հնչեցնեմ։ Տիկին Սարգսյան, մենք թիվը քննարկել ենք 0.7% նվազում ունենք, ինչպես ասած, բայց դա փոքր թիվ է։ Որպեսզի դա կարողանանք նաև այդ թիվը ավելի մեծացնենք, 0.7% ավելի մեծ լինի, պակասման առումով, դրա համար ես առաջարկել եմ, որպեսզի գաղտնալսման հնարավորությունը տալ ներքին գործերի նախարարությանը։ Իրենք էլ առանձին օպերատիվ միջավայրը կառավարելի դարձնելու, օպերատիվ քարտեզները լիարժեք դարձնելու համար, որտեղ ոչ մեկիս համար գաղտնի չի։ Կան Հայաստանում ռեգիոններ, որտեղ զենքի արկայությունը ավելի շատ է, օրինակ Փարաքարին, չի, որտեղ պատերազմների ընթացքում Էջմիածնի ռեգիոնը ավելի շատ մասնակցություն է ունեցել պատերազմի գործընթացներում եւ շատ զենք կա նաեւ այդտեղ կուտակված եւ պատահական չի որ զենքը մեկ էլ հայտնվում է եւ Փարաքարում եւ Էջմիածնում եւ այլ տեղերում եւս եւ քրեական ոստիկանության նաեւ առաջնահերթ ծրագրային խնդիրներից մեկը պետք է լինի զենքի արգրավումը, բայց դրա համար պետք է լավ միջոցառումներ կազմակերպեն նախ հայտարարվի, որ սա երևի վերջի փորձն է, որ տրվում է ձեզ բերեք կամավոր զենքը հանձնեք, որտեղ պատերազմից հետո գիտենք, որ ինչ քանակի հրազենային միջոցներ է ապօրինի հայտնվել Հայաստանի տարածքում եւ ինչ ծավալի միջոցներ ապօրինի նաեւ եկել է Լեռնային Ղարաբաղից Հայաստան, բայց դա պետք է բացահայտել։ Նաեւ ասեմ ձեզ, նախկինում եղել է այսպիսի արատավոր պրակտիկա։ Երկրի ղեկավարները ատրճանակներ են շնորհել խրախուսում հասարակության տարբեր շերտերին, նաեւ այսպես այն շերտերին, որոնց պետք է չխրախուսեին։ Ունեցել ենք վարչապետ, եթե չեմ սխալվում այդ թիվը, կարծեմ եւ չեմ սխալվում, 630 մի քիչ ավել կամ մի քիչ պակաս ատրճանակ է նվիրվել այդ աշխարհի տարբեր մարդկանց։ Իհարկե դրանց մեջ եղել են բոլորն էլ կուզեցել են զենք ունենան օրինական։ Բայց այդ ծավալի զենքը հետո հիմա պետք է իր բանը չունենար։ Հիմա զենքի մասին օրենքն էլ փոխեցինք, բայց խնդիրը արդյոք լուծվեց։ Գնում են քննություն ենք հանձնում, լիցենզիա ենք անում, նաև օրինական զենքերի հետ կապված խնդիրներ առաջացել։ Ուզում ասեմ, ծանր հանցավորության սպանությունների մասով նախարարը թիվ ասեց, ես մտահոգող, բայց ես ավելի մտահոգիչ բան եմ ասում, ապօրինի զենք պետքա չլինի որևէ մեկի տանը։ Դա պետքա լինի օրինական, որը նշանակում է պետք է լինի խիստ հաշվառման տակ, իսկ լավ կլինի ընդհանրապես զենքը լինի այնտեղ, որտեղից, ասենք թե, այդ հաշվառումը խիստ նաև հաշվառում կա տվյալ կառույցում։ Ունեք արձագանք, համեցեք։ Պարոն Քոչարյան, ըստ էության դուք իմ հարցերին չպատասխանեցիք, որտեղ ներքին գործերի նախարարության եւ պաշտպանության ՊՊՑ-ի ծառայության մասին աշխատավարձների մասին չխոսվեց։ Ես չեմ ասում ինչ կա, որտեղ կա, եւ դուք ասում եք այն գործառույթները, որոնք ի պաշտոն իսկ կառավարության որոշմամբ ամրագրված են նախարարության գործառույթների մեջ պարտադիր լիազորությունների շրջանակներում։ Դուք ասում եք բարեփոխումների արդյունքում ձեռքբերումները, բայց ձեր հնչեցած ցուցանիշները ձեռքբերումների մասին չի խոսում։ Եվ այդ սպանությունների մասով էլ որ կա, դատախազության հետ խորը հակասություն կար թվային մասով, չգիտեմ ճշտվեց թե չէ, որտեղ դատախազությունը այլ թվեր հնչեցնում, ներքին գործերի նախարարությունը այլ թվեր հնչեցնում։ Ուզում եմ որ այդ բարձաբանումներն, այսինքն ամեն ինչը ձեռքբերումները լավ է, բայց թվային ցուցանիշներով վատ է։ Ես ասել եմ ամեն ինչ լավ է։ Չէ, ես շարունակեմ, էլի դուք արձագանքի ժամանակ ասեք։ Եվ ստեղ խոսել անհատական պարգևատրված զենքով, այդ դեպքում խնդրում եմ ասեք, անհատական պարգևատրված զենքերով, մեկ սպանության դեպք ասեք ստեղից։ Ովքեր որ անձնական զենքով պարգևատրվել են եւ դիտավորյալ սպանություն են կատարել։ Դրանք շատ են եւ ես որպեսի չգնեմ բանի մեջ, թեկուզ մեկ դեպք ես այդ զենքերի հետ կապված կխնդրեմ կհանեմ վիճաբանից, հա, կառույցի, հա, արխիվից եւ եթե ձեզ հետաքրքրում է, ձեզ կտեղեկացնեմ, բայց աշխատավարձերի բարձրացումը պետք է լինի
սոցիալական փաթեթից տեսանկյունից դա շատ կարևոր է, եւ մեր ուժային կառույցները ունեցել են եւ ունեն հնարավորություն նաեւ որոշակի մեխանիզմներով աշխատավարձի բարձրացման, դա շատ է թե քիչ, ես կարծում եմ, որ պետք է բարձրացնել եւ գտնել այն մեխանիզմը, որի միջոցով բարձրացումը պետք է կապվի կրթության, ծառայության ստաժի եւ որակի հետ։ Դա ատեստացիա ենք դրել անունը, բայց այդ ատեստացիան նաեւ հնարավորություն է տալի անցնել մի փուլ կրթական եւ քննությունների, որը հնարավորություն է տալի նաեւ աշխատավարձի շոշափելի բարձրացման, որը ողջունելի է։ Այդ կառույցների աշխատակիցները արժանի են ունենան շատ բարձր աշխատավարձ, իհարկե դա հիմնականում տրամաբանության շրջանակներում։ Գեղամ Մանուկյան։ Պարոն Քոչարյան, իրականում